Աչքի թարթելու պես, մոտ է, ստույգ է, ժամանակը մոտեցել է, Պողոսն իր ժամանակներում էր սպասում Քրիստոսին, և նա չէր սխալվում, նա ճիշտ էր։ Մատթեոս 24:36 համարում ասվում է. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ երկնքի հրեշտակները, ոչ ոք, բացի միայն իմ Հորից։ Ամեն անգամ, երբ մարդիկ ձեզ ամսաթիվ են տալիս, և ասում, որ Տերն իրենց հայտնել է, թե երբ է գալու, նրանք ստախոս են։ Ամեն մեկը, ով գիրք է գրում, էլի բազում հիմար գրքեր պետք է գրվեն, որոնք կկանխագուշակեն Հիսուսի գալստյան օրը։ Դուք հիշում եք 1988 թվականը։ Լսեք երիտասարդներ, 1988 թվականին մի մարդ գրեց մի բեսթսելեր, որը միլիոնավոր օրինակներով վաճառվեց։ Այն կոչվում էր 88 պատճառ, թե ինչու Հիսուսը կգա 1988 թվականին։ Եվ քրիստոնյաները հավատացին դրան այնպես, որ չեք էլ պատկերացնի։ Այն New York Times-ի թիվ 1 բեսթսելերն էր, և ամեն քրիստոնյա եկեղեցի եկավ այդ կիրակի օրը, Տիրոջ վերադարձի նախորդ օրը։ Դուք գիտեք, թե ինչու Տերը ամսաթիվ չի հայտնում։ Որովհետև նա գիտի, թե որքան անհավատ ենք մենք։ Մենք կխրախճանայինք ընդհուպ մինչև նախորդ օրը, իսկ հետո 24-ժամյա ծոմ կհայտարարեինք ֆրի չեփելում։ Մենք այստեղ կճամբարեինք, տուն չէինք գնա։ Մենք ամբողջովին կհոգևորանայինք, օհ, ալելույա։ Մենք կերքեինք և ոչ ոք ստիպված չէր լինի ոգևորել ամբոխին, օհ, ես պաշտում եմ քեզ Հիսուս, մինչդեռ ապրել ենք դժոխքի պես։ Այդ պատճառով նա ասաց, որ չի հայտնելու օրը, այն պարզապես կլինի այնպես, ինչպես որ կա։ Եթե ճիշտ կյանքով չեք ապրում, ապա հետ եք մնալու։ Եթե քնում եք մեկ ուրիշի կնոջ հետ, ապա հետ եք մնալու նրա հետ նույն անկողնում։ Եթե համասեռամոլ հարաբերությունների մեջ եք, ապա հետ եք մնալու։ Եթե պոռնկությամբ եք զբաղվում, եթե հարբեցող եք, ապա հետ եք մնալու։